Այլ հայացք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ 2026 թվականը կարող է դառնալ շրջադարձային Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների պատմության մեջ, եթե մինչև վերջերս Բրյուսելի եւ Երևանի համագործակցության առանցքում հիմնականում ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքները եւ տնտեսական աջակցությունն էին, ապա այսօր օրակարգը զգալիորեն փոխվել է։ Անվտանգությունը, աշխարհաքաղաքականությունը, ենթակառուցվածքները, էներգետիկան եւ տարածաշրջանային կապերը դարձել են նույնքան կարեւոր, որքան ժողովրդավարական բարեփոխումները։ Վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները Հայաստան-ԵՄ առաջին բարձր մակարդակի գագաթնաժողովը, ԵՄ Հայաստան նոր ռազմավարական օրակարգի հաստատումը, վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը, Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցերը Բաքու եւ Երևան վկայում են մեկ բանի մասին. Եվրոպան հարավային Կովկասի նկատմամբ նոր քաղաքականություն է ձևավորում, իսկ Հայաստանը այդ քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Երկար տարիներ հարավային Կովկասը Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէր։ Տարածաշրջանը հիմնականում ընկալվում էր որպես Ռուսաստանի, Թուրքիայի եւ մասամբ Իրանի ազդեցության գոտի։ ԵՄ-ի ներգրավվածությունը սահմանափակվում էր տնտեսական ծրագրերով, քաղաքացիական հասարակության աջակցությամբ եւ ժողովրդավարական բարեփոխումների խրախուսմամբ։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց վերջին տարիներին։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունների խորացող հակամարտությունը, Ուկրաինայի պատերազմը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը վերաբերող մարտահրավերները, ինչպես նաեւ հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը ստիպեցին Բրյուսելին վերանայել իր մոտեցումները։ Այսօր Եվրոպան տարածաշրջանը դիտարկում է ոչ միայն որպես հարևանություն, այլև որպես Եվրոպան Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի եւ Սև ծովի հետ կապող ռազմավարական տարածք։ Այս փոփոխությունն արտահայտվում է նաև Հայաստանի նկատմամբ վերաբերմունքում։ 2018 թվականի Թավշյա-հեղափոխությունից հետո Հայաստանը հաճախ ներկայացվում էր որպես ժողովրդավարական հաջողության օրինակ։ ԵՄ-ի աջակցությունը հիմնականում ուղղված էր դատաիրավական համակարգի, հակակոռուպցիոն քաղաքականության, պետական կառավարման եւ քաղաքացիական հասարակության զարգացմանը։ 2026 թվականին պատկերն այլ է, Հայաստանը Եվրոպայի համար դարձել է նաև անվտանգային գործընկեր։ Սա արտահայտվում է մի քանի կարևոր ուղղություններով. Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության ընդլայնմամբ, պաշտպանական համագործակցության մեկնարկով, կիբերանվտանգության ծրագրերով, հիբրիդային սպառնալիքների դեմ համագործակցությամբ, սահմանների կառավարման կարողությունների զարգացմամբ եւ այլն։ Փաստորեն առաջին անգամ Հայաստան-ԵՄ հարաբերություններում անվտանգությունը դարձել է ոչ թե երկրորդական, այլ առաջնային թեմա։ Հարավային Կովկասում Եվրամիության ակտիվացող քաղաքականության կարևոր դրսևորումներից էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հաջորդական այցերը Ադրբեջան եւ Հայաստան։ Առաջին հայացքից դրանք կարող էին ընկալվել որպես մեկ տարածաշրջանային քաղաքականության մաս, սակայն դրանց բովանդակությունն ու ուղերձները ցույց տվեցին, որ Բրյուսելը փորձում է համատեղել երկու փոխկապակցված նպատակ՝ խորացնել համագործակցությունը երկու երկրների հետ եւ միաժամանակ խթանել տարածաշրջանային համագործակցությունն ու խաղաղության գործընթացը։ Բաքվում քննարկումների առանցքում էին էներգետիկան, տարածաշրջանային հաղորդակցությունները եւ տնտեսական կապակցվածությունը։ Եվրոպան շարունակում է Ադրբեջանը դիտարկել որպես բնական գազի կարևոր մատակարար եւ հարավային գազային միջանցքի առանցքային գործընկեր։ Միաժամանակ ներկայացվեց տարածաշրջանի համար նախատեսված խաղաղություն կապակցվածության միջոցով նախաձեռնությունը, որի շրջանակում Եվրամիությունը պատրաստ է հատկացնել մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն եւ մոբիլիզացնել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ կապուղիների զարգացման համար։ Նախաձեռնության տրամաբանությունն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը պետք է ուղեկցվի տնտեսական համագործակցության եւ փոխկապակցվածության խորացմամբ։ Երևանում շեշտադրումները վերաբերում էին Հայաստանի տնտեսական եւ անվտանգային դիմակայունության ամրապնդմանը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին տնտեսական եւ քաղաքական ճնշումների պայմաններում, ներկայացրեց 18 միլիոն եվրոյի նոր աջակցության փաթեթը, ինչպես նաեւ ընդգծեց տնտեսական համագործակցության ընդլայնման եւ հայկական արտադրանքի համար եվրոպական շուկայի հասանելիության մեծացման կարեւորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև էներգետիկ անվտանգությանն ու դիվերսիֆիկացմանը։ Այդ նպատակով առաջիկայում Հայաստան կժամանեն եվրոպացի փորձագետներ, գնահատելու ոլորտի կարիքներն ու մշակելու պետական մարմիններին ուղղված առաջարկություններ։ Այսպիսով, եթե տարածաշրջանային մակարդակում Եվրամիությունը փորձում է խթանել խաղաղությունն ու տնտեսական կապակցվածությունը, ապա երկկողմ հարաբերություններում առաջնահերթությունները տարբեր են։
Ադրբեջանի հետ համագործակցության հիմքում շարունակում են մնալ էներգետիկան եւ տրանսպորտային կապերը, մինչդեռ Հայաստանի հետ օրակարգն ավելի լայն է, ներառելով ժողովրդավարությունը, անվտանգությունը, տնտեսական դիմակայունությունը եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման նկատմամբ անտարբեր չէ Ռուսաստանը։ Վերջին ամիսներին Մոսկվան արդեն կիրառել է տնտեսական եւ քաղաքական ճնշման տարբեր գործիքներ, սկսած հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներից մինչև տեղեկատվական եւ հիբրիդային ազդեցության փորձեր։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունն այլևս այնպիսին չէ, ինչպիսին 1 տասնամյակ առաջ էր։ Ուկրաինայի պատերազմը, միջազգային մեկուսացումը եւ սեփական տնտեսական ու անվտանգային խնդիրները զգալիորեն սահմանափակել են Մոսկվայի հնարավորությունները Հարավային Կովկասում։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվելու է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու փորձերից, սակայն այսօր նրա հնարավորությունները զգալիորեն ավելի սահմանափակ են, իսկ Հայաստանի արտաքին քաղաքական մանևրելու դաշտը ավելի լայն։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն այսօր գործընկերությունների դիվերսիֆիկացումը եւ սեփական դիմակայունության բարձրացումն են։ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը կարող է դառնալ այդ ռազմավարության կարևոր բաղադրիչը, եթե այն ուղեկցվի շարունակական բարեփոխումներով, տնտեսական մրցունակության աճով եւ ազգային անվտանգության համակարգի ամրապնդմամբ։